Ողջույն արգելի ֆուտբոլասերներ, Fast TV-ն սկսում է ուղիղ հեռարձակումը Արմավիրի քաղաքային ստադիոնից, Հակոբ Տոնոյանի անվան ստադիոնից, որտեղ մեկնարկում է Fastex Premier League-ի 25-րդ տուրի Ալաշկերտ Գանձասար հանդիպումը Բոնդեն եւ Խաչատրյանը կխաղան եզրերով։ Կիսապաշտպանության կենտրոնում Վահագն Հայրապետյան, համար 33, Կոֆոեկի նոր գրոհի հիմքը դնում, Կարեն Նալբանդյան, Արման Խաչատրյան, հարվածում է Խաչատրյանը, առաջին հարվածը Գանձասարի առաջ, Մայքլ Քուարկո, միացրեց գրոհին Արման Խաչատրյանին, հարվածում է Մանին և Արսեն Սադոյանը, չկան, այստեղ 11 մետրանոց է վաստակում Ալաշկերտը, տևենք այս դրվագին, կարելի է հարվածել Կարեն Նալբանդյան, հրաշալի սառնասրտություն է դրսևորում, այո, կռայց Նիկիտա Լոբուսովը, բայց հնարավորություն չուներ Գանձասարի ռուս դարպասապահը փրկել, շատ լավ հարված կատարեց։ Վահագն Հայրապետյան, Տուգանայինի հեռավոր անկյուն ուղարկեց, շարունակվում է Գանձասարի գրոհը, հարվածում է Տուգանային հրապարակի կենտրոն և արձագանքում է թիմակիցը Էմանուելը, հարված Սալավեր լավ հնարավորություն է Գանձասարի համար և գնդակը չի հայտնվում դարպասում, ևս մեկ ստանդարտ խաղարկի, որում Ֆարայոլան հարված էր կատարել Տուրե և 11 մետրանոց երկրորդ անգամ այս խաղում Մոմո Տուրեն է վաստակում։ Հիմա հնարավորություն ունի երկրորդ գոլը խփել 11 մետրանոցի շնորհիվ Նալբանդյան թե Լոբուսով, Կարեն Նալբանդյան 2-0, այս անգամ հակադարձ։ Անկյունն ուղարկեց գնդակը, Լոբուսովը չկռահեց։ Վահագն Հայրապետյան, Կանդան է հարվածում։ Սուլում է Վարդան Մանուկյանը, ավարտված է առաջին կեսը Ալաշկերտ Գանձասար 2-0, կվերադառնանք 15 րոպեից։ Մետրանոցը Բերտրան Ջունիոր Մանին սկսում է խաղը դաշտի կենտրոնից։ Գանձասարի ֆուտբոլիստների առաջին գրոհին ենք հետևում այս անկյունային խաղարկված է Բերտրան Մանի, գոլ 2-1։ Գանձասարը կրճատում է հաշվի տարբերությունը, այսօր տպավորում են Գանձասարի ֆուտբոլիստները ստանդարտի խաղարկման ժամանակ գրեթե միշտ կարողանում են հարված կատարել և հիմա Նարեկ Ալավերդյանն ու Արսեն Բեգլարյանը մի փոքր տեժացրին կրքերը։ Ֆարայոլայի գործողությունը ստանում է պատասխան փոխանցում Մոմոյից Օլավալե Ֆարայոլա կենտրոն, հարված ու գնդակը դեռ խաղի մեջ է, ևս մեկ փոխանցում Մանի, Ֆարայոլա չկար խաղթում փաստորեն, Դավիթ Դավթյան հարվածեց, փակեց գնդակի փոխանցում, սխալվում է Դավիթ Դավթյանը, Ֆարայոլա փոխանցում է Էնրիկեի ուղղությամբ և Կայո Էնրիկեն գրավում է Գանձասարի դարպասը 3-1, խաղակեսի մեկնարկում և ամենավերջում գոլեր ենք տեսնում։ Հանդիպումների արդյունքներին։ Գանձասարը 21 միավորով միջին հատվածում։ Սուլում է Վարդան Մանուկյանը, ավարտվում է հանդիպումը Ալաշկերտ Գանձասար 3-1, շնորհավորում եմ Ալաշկերտի երկրպագուներին հաղթանակի կապակցությամբ հանդիպումը